Փառք Տիրոջը, սիրելի եղբայրներ եւ քույրեր, Վահագ եղբայրը որ խոսում էր իր նոր ապաշխարելուց մի բան հիշեցի, ուրեմն իրեն բանակ էին տարել եւ չեմ ուզում ասել, այնտեղ խնդիրներ էր եղել, Գայի արձանի մոտ հավաքույթ էր, իր պապան, մեր Արմեն եղբայրը եկավ եւ ինձ կանչեց առանցին, ասեց դե ինքը բարձր պաշտոնյա էր, շատ մեծ այդպես շրջապատ ուներ, ընկերներ Արմենը, ասեց Ահարոն, ես դեմ չեմ, ինչ որ որոշում ա կայացրել, ես դեմ չեմ, բայց ասեմ, չգիտեմ, կարող է իրան դատեն նույնիսկ բանակում, բայց դեմ չեմ, ու աչքերը լցած այդպես լացում էր, ասեց, բայց դեմ չեմ, քանի որ Աստծո առաջ է ինքը, ես դեմ չեմ, ես ուղղակի հիացա, դե աշխարհիկ էր ինքը, դեռ չէ, իհարկե վերջում ապաշխարեց մեր Արմենը մահից առաջ, հետաքրքիր է, ինչ որ որոշում կայացրել է Աստծո առաջ, հանուն Տիրոջ հանուն Աստծո, ես դեմ չեմ, հիանալի էր, ես շատ ուրախացա եւ միշտ հիշում եմ այդ խոսքերը, որ ինքը արցունքներով ասեց Փառք Տիրոջը, յուրաքանչյուր ծնող ինքը եթե այդպես վարվի, ամեն հարցի մեջ ես դեմ չեմ, որ իմ երեխան Տիրոջ եկեղեցում աշխատում է, ես դեմ չեմ Տիրոջ անունի համար չարչարվում է, ես դեմ չեմ թեկուզ դատվի, ես դեմ չեմ, շատ կարևոր է դա։ Իհարկե, եղբայրը մի նախադասություն շեշտեց եւ մենք իրար չենք խոսացրել, բայց այդ ինձ նախադասության վրա նախադասության վերնագիրն է այսօրվա ինչ որ պետք է խոսեմ։ Այդ նախադասությունը գրված է ամբողջ բոլորդ գիտեք հայտնության 7 եկեղեցիներին վերջում այդ նախադասությունը ասում է։ Երկու նախադասություն է ասում։ Ով որ ուրեմն կհաղթե դա առանցին թեմա է եւ ով որ ականջ ունի թող լսե 7 եկեղեցիների խոսքի մեջ նույն բանը կրկնվում է ով որ ականջ ունի թող լսե գիտեք ականջ ունի բոլորը ականջ ունեն բայց լսելը դա արդեն ուրիշ բան է ականջ ունենալը մի բան է լսելը օրինակ եկեղեցում էլ մենք կարող ենք նկատել խոսքի եղբայրների խոսքի ժամանակ մեկը հլնում թողում գնում է ականջ ունի բայց գնում է նա լսում է նա չի լսում կամ նստել է կողքինի հետ է խոսում նա չի լսում կամ բամբասում է կամ ինչ որ մի բան է անում նա չի լսում նա շատ վատ է դա ականջ ունի բայց չի լսում եւ 7 եկեղեցիներում կրկնվում էր այդ խոսքը կրկնվեց որ ով որ ականջ ունի թող լսե Սուրբ գրքում մի հետաքրքիր օրինակ կա մեզ շատ ծանոթ Մատթեոս ավետարանի 27:44-ում մենք կարդում ենք այդպես ուրեմն մի հետաքրքիր մտքի մասին Տեր Հիսուսի խաչելության ժամանակ նրա աջ եւ ձախ կողմերը խաչվում էին երկու ավազակներ խաչվում էին նրանք իրոք ավազակ էին նրանք իրոք մահապատժի արժանի էին ոնց որ հիմա մահապատիժ կա տարբեր երկրներում այդպես նայած որ երկրում ինչպես ոնց են ասում վիշը մեռնակազան է այսինքն ամենաբարձր պետության մեջ ամենաբարձրը դա այդպես այն ժամանակ խաչելությունը համարվում էր այդ երկրի ամենաբարձր մահապատիժը եւ Հիսուսի կողքերը խաչված էին նման ավազակներ եւ Մատթեոսի 27:44-ում մենք կարդում ենք այսպիսի տողեր ուրեմն կարդում ենք որ
իրեն հետ խաչված ավազակներն ալ նախատեցին նրան։ Սկզբում նախատում էին խաչված ավազակները, ինչպես որ շատերը նախատում էին, մարդիկ անցնում էին եւ ասում էին, եթե դու Աստծո որդին ես, խաչից ցած իջիր, շատ այդպես իրավիճակ էր տիրում այդ պահին։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Ղուկասի 23-ում մենք տեսնում ենք, որ մի բան տեղի ունեցավ, մի բան, որը կարծես հետաքրքիր է մեզ բոլորի համար, որ հենց վերաբերվում է ով որ ականջ ունի թող լսե։ Մատթեոսի ուրեմն Ղուկաս ավետարան 23-րդ գլուխ 32 խոսքում մենք կարդում ենք այդ մասին։ Ուրիշ երկու հոգի ալ չարագործներ բերվեցան անոր հետ սպանվելու, երբ գագաթ ըսված տեղը հասան, հոն խաչը հանեցին զանիկա եւ այն չարագործներն ալ մեկը աջ կողմը ու մյուսը ձախ կողմը։ Բայց այդ ժամանակ մի երկնային խոսք ասեց Տեր Հիսուսը, հետո մենք ինչ ենք տեսնում, հետո մենք տեսնում ենք Տեր Հիսուսը ասեց. Հայր, ներիր այս խաչողներին, որոնք խաչում են մեզ, իրեն չեն հասկանում, թե ինչ են անում։ Հետագայում մենք տեսնում ենք, որ այդ խոսքը սրի պես խոցեց աջ կողմին խաչվող չարագործի ներսը։ Աջ կողմը խաչվողը, երբ որ ինքը ականջ ուներ լսեց, այսինքն լսելու ականջ, ինչ տեղի ունեցավ 39 խոսքից կարդում ենք։ Այն կախված չարագործներից մեկը հայոյություն կներ անոր ու կսեր, եթե դու Քրիստոսն ես, ազատեք քու անձդ ու մեզ ալ։ Իսկ մյուսը զանիկա հանդիմանելով սավ, դու Աստծմե չես վախենար, որովհետև նույն դատապարտության մեջ ես։ Մենք իրավունքով քանզի ահա մեր ըրացներուն արժանավոր հատուցումը կառնենք, բայց այսիկա գեշ բանը չրա, եւ սավ Հիսուսին, Տեր հիշես իս, երբ քո թագավորությունով գաս։ Տեսեք, ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հրաշք, տեղի ունեցավ մի բան, որ անհնարին էր կարծես։ Եվ մենք ուշադրություն դարձնենք, ինչը նրան ստիպեց, ինչ տեղի ունեցավ այդ երկնային խոսքը, հայր ներիր, դրանց չեն իմանում ինչ են անում։ Այդ խոսքը, այդ ավազակին, քանի որ ականջ ուներ լսելու, լսեց եւ ինքը փոխվեց։ Գիտեք, մենք շատ անգամ վկայում ենք մարդկանց, շատ անգամ նույնիսկ վկայում ենք ընտանիքի անդամներին, վկայում ենք աշխատանքի տեղը, վկայում ենք ավտոբուսի մեջ, վկայում ենք ցանկացած ինչ որ ժամանակում հավատացյալը վկայում է։ Բայց ինչ է վկայում, ինչ է ասում, ինչպես է ասում, արդյոք նա ասում է մի բան, որը դիմացինը ուղղակի չի լսել երբեք։ Դիմացինին փոփոխություն տալիս է այդ վկայությունը։ Դիմացինը փոխվում է, թե ուղղակի ասելու համար է ասում, թե ասելու համար, որ ես պետք է երկին գնամ, դու դժոխք գնաս, թե ասելու համար, որ ես սուրբ եմ, դու մեղավոր ես, թե ասելու համար, որ կգա մի ժամանակ ես թագավոր կլինեմ եւ թագավոր եմ ես Աստծո զավակ եմ, դու մեղավոր ես։ Արդյոք այդ խոսքերն են փոխում մարդուն։ Տեր Հիսուսն ասեց, հայր, ներիր, չգիտեն ինչ են անում։ Երբեք ավազակները այդ խոսքը չէին լսել։ Նման բան չէին լսել իրենց կյանքում, որ իրենք արդար լինելով անմեղ տեղը, եթե մի բան իրենց կյանքում կատարվեր, ընդհակառակ ասեին, ներիր այդ չարագործին,
չի իմանում ինչ անում։ Գիտեք սիրելիներ, սա երկնային խոսք է, որ մոտենում է մարդու ականջին, բայց մարդը կարող է լսել, կարող է չլսել, կարող է ականջ ունենալ լսելու, կարող է մերժել, դա ինքն է որոշում կայացնում։ Եվ այստեղ մենք ուշադրություն դարձնենք, որ ինչ է կատարվում այդ պահին։ Երկնքի խոսքը այդպես սրախով է անում, այդպես կոտրում է անհավատությունը դիմացինի։ Երկնային խոսքը ուրեմն մտնում է այն վայրը, որտեղ որ երբեք որևէ խոսք չի ներս թափանցել։ Երկնային խոսքը դա խոսք է, որը տարբերվում է մարդկային բնականոն կյանքի խոսքից։ Եթե նույնիսկ գիտնականը խոսի, եթե նույնիսկ շատ բանիմաց մարդիկ, շատ այդպես աշխարհի գիտուն մարդիկ խոսեն, մենք պետք է հավատանք, որ դա արժեք չունի, դա չի կարող մարդուն փոխել։ Դա ընդհանրապես կլինի խելացի, խրատող, այդպես խոսք, բայց նրա մեջ չկա ուժ, նա երկնային չի, երկնային ուժը տարբերվում է, եւ մենք համաձայնվենք այն մտքի հետ, որ եկեղեցու ընդհանրապես աշխարհի եկեղեցիների, ես նկատի ունեմ ճշմարիտ, որոնք որ Աստծո խոսքն են պահում, եկեղեցիների մեծամասնությունը, երևի շատ մեծամասնություն, 80%-ը վկայում եւ բերում են քույրերը։ Եկեղեցին լցնում են քույրերը եւ մեծամասամբ տատիկները։ Ես երևի էլ եմ ասել այդ օրինակը։ Տան մեջ հավաքույթ էինք անում, մեկ էլ տեսնենք մի տատիկ հազիվ քայլում էր։ Տաքսու վարորդին գցել հետևից բերել է հավաքույթի։ Եվ զարմացանք։ Ուրեմն ինչ էր տեղի ունեցել։ Տաքսու վարորդը հելա վկայեց։ Տան մեջ հավաքույթ էր, երկար տարիներ առաջ։ Մի խումբ էր ընդամենը, Կոմիտաս, Զեյթուն, Քանաքեր, Մասիվ, մի խումբ էր, բոլորը, ասենք, մի խումբ էր, եւ տան մեջ հավաքում էինք, մի 30-ից 40 հոգի։ Եվ տաքսի վարորդը վկայում է, ասում է, երբ որ սովորականի պես իմ աշխատանքի մեջ էի, այդ օրը շատ տխուր էի, շատ պես, չգիտեմ, մի ծանրություն կար վրես, շատ տխուր էի։ Երբ որ տատիկը փողը, ասենք, իջավ տաքսուց փողը տվեց, ասեց, գնա բալես, Աստված քո հետ։ Ասում է, այդ տխրությունը միանգամից վարքյանաբար փոխվեց։ Ասեց, բանը, ես ինչ տեղի ունեցավ ինձ հետ, որ մխրճվեց իմ սիրտը այդ իր ասածը, փոփոխություն տեղի ունեցավ։ Եվ ասեց, տատի, լեկայնի, ես խեշտ տատին շուր եկավ, ասեց, կարող է բալես, քիչ եմ փողը տվել, չէ, ասեց, հեսա հետ եմ տալու, այդ փողը ինձ պետք չի։ Այդ ինչ խոսքեր դու ասեցիր, որ այդ ամբողջ օրվա ծանրությունը իմ միջից գնաց, ես թեթևացա, ես հանգստացա, ես երջանիկ մարդ դառա։ Եվ դե տատին դեռ չէ, ինչքան է խոսում, ասում է, ես շատ բան չեմ հասկանում, արի, վերցնում վերում հավաքույթի։ Եվ այդպես էլ ինքը մնաց, դառավ հոգի, ով էր կարևոր չի, դառավ հոգևոր։ Գիտեք, մենք պետք է մտածենք, ինչ ենք խոսում, իսկ լսողը արդեն պետք է ականջ ունենա, որ լսի։ Գիտեք, երկնային խոսքը դա ուրիշ է։ Դա պետք է անպայման գործ անի։ Ուրեմն գործ Առաքելոց 26:18-ում ես չեմ կարդում ժամանակ իհարկե բանը, այնտեղ 3 կարևոր բան է կատարվում անհավատի կյանքում։ Աչքերը բացվում է, խավարեն լույսի է ուրեմն տեղափոխվում, եւ սատանայի իշխանությունեն ազատվում է։ Գործ 26:18։ Աչքերը բացվում է, քանի որ փակ էր,
խավարի մեջ էր տեղափոխվում լույսի եւ սատանայի ազդեցության տակ էր, այդ իշխանության տակ էր սատանայի ազատագրվում է։ Մենք կարող է մտածենք, որ սա շատ գիտուն մարդ է, շատ խելացի մարդ է, շատ բան տեսած ասում են մարդ է, բայց միշտ պետք է հիշենք, որ նրա սրտում չի թափանցել երկնային խոսք։ Երկնային խոսքը նրան փոխում է։ Եվ Կողոսացիս 1:12-15 ուզում եմ կարդալ այս տողերը, որը ավելի հստակ է ասում Կողոսացիս 1:12-ից ուրեմն 15 ընդհանրապես կարդամ։ Գոհանալով հոր Աստծմե, որ մեզ լույսի մեջ բնակվող սուրբերուն վիճակին մասնակից լալու արժանացուց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունեն ու իր սիրելի որդիին թագավորությանը փոխադրեց, որով մենք փրկություն ունենք իր այրունովը, այսինքն մեղքերի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածներուն անդրանիկը։ Տեսեք սիրելիներ, լույսի մեջ տեղափոխեց, խավարի իշխանությունեն ազատեց, երկրի վրա խավարի իշխանությունը, օդի իշխան, եւ մենք ուշադրություն դարձնենք, որ խավարի իշխանությունեն ազատեց եւ լույսի մեջ տեղափոխեց։ Այս լավ հասկացավ Աջակողմյան ավազակը։ Իրա մոտ փոխվեց ամեն ինչ։ Իրան ուրիշ բան չմնաց ասելու։ Երբ որ գաս քո թագավորությունով ինձ հիշիր։ Եվ Տեր Հիսուսը վստահ կերպով այդ փոխված անձին, այդ լսելու ականջ ունեցող անձին ասեց խոսքեր. այսօր դու ինձ հետ դրախտում կլինես։ Գիտեք, շատ անգամ մենք ասում ենք, պետք է նմանվենք Տեր Հիսուսին, նմանվենք մեր Փրկչին, բայց մենք տեսնում ենք, որ երբ որ զրույցների, ապրելակերպի, այդպես հավաքույթի 2 ժամ ընդհանրեն նստելու մեջ մենք տեսնում ենք, որ մենք պատահում է, որ ականջ ունենք, բայց չենք լսում։ Եղբայրները խոսում են Աստծո խոսքը։ Ոչ մեկը չի խոսում աշխարհի բիզնեսից, չգիտեմ, լավ ու վատ, վեճերից, կռիվներից, պոլիտիկայից, խոսում են Աստծո խոսքը։ Բայց ամեն մեկս հաշվի պետք է տանք մեզ։ Մենք ականջ ունենք լսելու, թե չէ։ Այդ 2 ժամը ականջ ունենք լսելու, թե ոչ։ Մյուս ավազակը չլսեց։ Սիրելիներ, ստե մի կարևոր միտք կա, որ ուզում եմ ասել։ Չլսելը դա, հələ դրանով սատանան չի բավարարում, երբ որ դու չես լսում։ Չլսելուց բացի դու սկսում ես դնել վերցնել, բամբասել, դու սկսում ես լավ ու վատ անել, ուրիշներին պատմել, որ այս խոսքից ես չառա, նրանից առա, ասենց բաներ ես անում։ Դա ուրեմն ձախ կողմի ավազակը չլսելով նա չբավարարվեց, նա սկսեց նախատել, նա դու չես պատկերացնում չլսել Աստծո խոսքը, չլսել երկնքի խոսքը, սատանան չի բավարարվում դրանով, այլև դրա շարունակությունը կա, դա շարունակությունը նույնիսկ հավաքույթից հետո, շարունակությունը նույնիսկ տանը, աշխատանքի վայրում, որևէ տեղ, նորից դնել վերցել ու բամբասել, չլսելով Աստծո խոսքը, ականջ չունենալով լսել Աստծո խոսքը, շարունակություն կա, դու չես լռում, դու շարունակում ես,
Լինում են դեպքեր, որ մի եղբայր խոսում է, մարդկա դուս է գալի։ Դու պատկերացնում եք ինչ ասա նշանակում։ Դուս գալով չի բավարարում, նա ինք իրան խոսում է, կողքինին է խոսում։ Եվ ինքը նմանվում է ականջ չունեցող Աստծո խոսքի նկատմամբ։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք նաև շարունակության մեջ այսպիսի մի բան, առաջի Թեսաղոնիկեցիս 2:13 ես ուղղակի ասում եմ, ընդունեցիք ոչ թե մարդու խոսք, այլ Աստծո խոսք։ Մարդու խոսք, չի ասում, եթե գիտնականի, բարի, լավ մարդու խոսքը կարելի է այդպես հավասարացնել, այդպես չի ասում։ Այլ կոնկրետ առաքյալն ասում է, ոչ թե մարդու խոսք ընդունեցիք, այլ Աստծո խոսք։ Երբ որ դու դնում վերցնում ես, դու մարդու խոսք ես ընդունում։ Այս եղբայրը լավ խոսեց, այս եղբայրը վատ խոսեց, դու մարդու խոսք ես ընդունում։ Եվ դա շատ վտանգավոր է։ Դու պետք է ընդունես Աստծո խոսք։ Ճիշտ է, եղբայրներն էլ պետք է ուշադրություն դարձնեն, որ Աստծո խոսք խոսեն, ոչ թե մարդու խոսք։ Աստծո խոսքը անպայման մարդու սիրտը կփոխի։ Աստծո խոսքը անպայման տարբերություն կլինի մարդու խոսքից։ Եվ ավազակը ընդունեց որպես Աստծո խոսք եւ իր սրտում մեծ փոփոխություն տեղ ունեցավ։ Աստված մի քարոզիչ ասում է. ամենամեծ պարգևը երկնքից, ամենամեծ պարգևը, տես Աստված ինչքան այդպես հնարավորություններ է տվել մարդուն, տվել է ջերմություն, որը ընդերքից ենք ստանում, տվել է ջուր, տվել է գեղեցիկ կենդանիներ, թռչուններ, ամեն ինչ տվել է, բայց այս եղբայրն ասում է, ամենամեծ պարգևը դա իր խոսքն է, որ տվել է մեզ։ Բայց նաև էլ է պարգև տվել։ Իր խոսքը կարող ենք մենք ընդունել, կարող ենք չընդունել։ Տեսեք ինչքան խորն այս միտքը։ Կարող ենք ընդունել, կարող ենք չընդունել։ Էլի պարգև է տվել։ Տվել է Սուրբ Հոգին, կարող ես ընդունել, կարող ես չընդունել, եւ տվել է երեխա։ Պարգև է դա Սուրբ Գիրքն ասում է պարգև է։ Կարող ես ընդունել, կարող ես չընդունել։ Երեք հողակավորության դեմ էր Պավել եղբայրը մաթեմատիկոս է։ Ինքը հրատը։ Այսպեսի մի խոսք ասեց Թաղման Պանեխետայի ժամանակ։ Ասեց 60 տարվա մեջ 20 քանի միլիոն երեխաներ են կտրե թափե աղբանոց 20 քանի միլիոն երեխաներ են կտրե թափե Աստծո տված պարգևը կտրե թափելա քույրեր, այսինքն տատիներին չի վերաբերվում երիտասարդներին, ամուսնացած երիտասարդներին։ Դա նույնպես պարգև է։ Ինչպես Աստծո խոսքը կարող ես ընդունել եւ կարող ես չընդունել։ Սուրբ Հոգին կարող ես ընդունել, կարող ես չընդունել։ Նաեւ պարգև է երեխան։ Կարող ես ընդունել, կարող ես բժիշկին ասել, հələ փողել տալ, կտրում թափում։ Պարգևը կտրում թափում է։ Դա մարդու որոշումն է, այս մարմնի մեջ։ Քանի դեռ մարդը չի ծնվել, այս մարմնի մեջ չի, նա որոշումներ չունի կայացնելու։ Եվ մահից հետո էլի որոշումներ չունի կայացնելու։ Բայց քանի դեռ այս մարմնի մեջ է, ինքը որոշումներ է կայացնում։ Ազատ այդ որոշման մեջ։ Եվ Աստված իր պատկերով, իր նմանության պես ազատ կամք ունեցող, արարելու հատկություն ունեցող մարդ ստեղծեց։ Եվ այդ մարդը որոշում է կայացնում։
Երկուսն էլ ավազակներ էին։ Մեկը որոշում կայացրեց, երբ որ գաս Տեր Հիսուս ինձ հիշիր, այսօր դու ինձ հետ դրախտում կլինես։ Մյուսը որոշում կայացրեց հայոյել եւ հակառակվել։ Այսօր դու ես որոշում կայացնում այդ պարգևները ընդունել եւ չընդունել։ Կարող ես ականջդ փակ պահել, ականջ ունեն չեն լսում։ Կարող ես որոշում կայացնել ընդունելու, որոշում կայացնել չընդունելու։ Որոշում կայացնել երեխան երկնքից ուղարկված ընդունելու հավիտենական գոյ է։ Ես շատ մի քանի անգամ երևի ասել եմ այդ մասին։ Չինաստանում ես նկատել եմ, սխի երեխա ունենամ պահեմ, մենաշուն կպահեմ։ Երկնքից հավիտենության էակ Աստված տալիս չի ընդունում եւ դրա փոխարեն շուն է պահում։ Ես չեմ ասում շուն պահելը վատ է, շատ լավ է։ Բայց պետք է չփոխարինի երեխային։ Պետք է չմտածի, որ երեխու փոխարեն շուն պահեմ։ Երեխա բանը շուն կարող ազատ աստված կենթանի է, պահելը դա մեղք չի։ Բայց երբ որ երեխայի փոխարեն շուն է պահում, ինքը մեռնում է, շունն էլ սատկում է, վերջացավ։ Այստեղ մենք ուշադրություն դարձնենք Աստծո պարգևը։ Մենք ասում ենք, մենք քրիստոնյաներ ենք։ Առաջի քրիստոնեություն ընդունող ազգն ենք, բայց տեսնում եք, քանի միլիոն երեխաներ կտրտել լցել են։ Մեղք կա դա, մեծ մեղք կա։ Աստծո տված պարգևը կտրելու վերացնել։ Եվ ուշադրություն դարձնենք այն ազատությունը, որ Աստված տվել է։ Եվ այդ ազատության մեջ աշխարհը պարզ է, աշխարհի մասին չենք խոսում։ Աշխարհը ինչ ազատություններ է տվել։ Մարդը որոշում է, անում է, դատվում է, հլնում է, սպանում է, գողանում է, ինչ ուզում անում է։ Բայց նաև կա հոգևոր հավատացյալի ազատություն։ Ուզենա կընդունի, չի ուզենա չի ընդունի։ Ուզենա կլսի, չի ուզենա չի լսի։ Ուզենա Սուրբ Հոգին կընդունի, չի ուզենա չի ընդունի։ Ուզենա Աստված չի պարտադրում։ Երեխան կընդունի, չի ուզենա չի ընդունի։ Աստված օգնի մեզ, սիրելիներ, որ մենք այդ խոսքը, այդ նախադասությունը, ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Դա պատահական չի, որ 7 եկեղեցիներին այդ նախադասությունը ասում է, ով որ այդ էակը որ ականջ ունի, թող լսի, թե հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Աստված օգնի մեզ բոլորիս, ամեն։